Բարև, իսկ դու գիտես ինչու են վարդի ծաղկաթերթիկները այդքան տարբերվում այլ ծաղիկների թերթիկներից։ Ինչու են դրանց եզրերը կարծես ձեռքով կտրված ալիքներով, գալարներով ու սուր կողմերով կարծես բնությունը որոշել է երկրաչափություն խաղալ։ Պատասխանը ոչ միայն գեղեցիկ է, այլև անսպասելի բարդ։ Իսրայելցի գիտնականները պարզել են, որ վարդի ծաղկաթերթիկների խորհրդավոր ձևի հետևում թաքնված են օրենքներ, որոնք միավորում են ֆիզիկան, մաթեմատիկան ու կենսաբանությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Երբ բույսը աճում է, նրա հյուսվածքները լինի դա տերև թե ծաղկաթերթիկ մեծանում են չափերով, ընդ որում միշտ հավասարաչափ։ Առաջանում է այսպես կոչված մնացորդային լարվածություն, բարակ, առազգական, նյութը չգիտի ինչպես ճիշտ աճել ու սկսում է դեֆորմացվել ավելորդ լարվածությունից ազատվելու համար։ Մեծամասամբ այդ դեֆորմացիան սահուն է, տերևը կորանում է, ինչպես ալիքը, ու նրա ձևը շատ լավ նկարագրվում է ստանդարտ տեսությամբ, այսպես կոչված Գաուսի անհամապատասխանությամբ։ Դրա էությունը նրանում է, որ կա ոչ զրոյական տարբերություն տերևի մակերևույթի կորության ու կորության այն արժեքի միջև, որին այդ մակերևույթը ձգտում է։ Սակայն վարդերը հատուկ դեպք են։ Վարդի ծաղկաթերթիկները ուղղակի չեն կորանում։ Դրանց վրա առաջանում են այսպես կոչված կասպեր, կոտրվածքի սուր կետեր եզրերին, կարծես հյուսվածքը պատրվում է անտեսանելի սահմանով։ Այս ձևերը չեն համապատասխանում ոչ մի սովորական մոդելի։ Ու այստեղ օգնության է հասնում տեսություն, որը մինչև այդ հանդիպում էր միայն դիֆերենցիալ երկրաչափության դասագրքերում։ Մայնարդի, Կոդացի, Պետերսոնի անհամապատասխանությունը։ Սա ավելի խորը ու ունիվերսալ մոդել է, որը թույլ է տալիս նկարագրել բարդ մակերևույթները ոչ միայն սովորական տարածությունում, այլ ավելի բարձր չափումներում։ Երուսաղեմի հրեական համալսարանի ֆիզիկոսները անցկացրել են մի շարք անսովոր գիտափորձեր։ Նրանք ուսումնասիրել են Red Bacara սորտի վարդի ծաղկաթերթիկները աճի տարբեր փուլերում, երիտասարդ ու հարթ թերթիկներից մինչև հասուն կտրատված։ Ապա նրանք ծաղկաթերթիկներից նեղ շերտեր են կտրատել տարբեր ուղղություններով։ Արդյունքը զարմանալի է՝ մի ուղղությամբ հյուսվածքը բացվել է ու ուղղվել, մյուս ուղղությամբ կտրուկ ծալվել։ Դա խոսում էր այն մասին, որ ծաղկաթերթիկներում կուտակվում են բարդ մեխանիկական լարվածություններ, որոնք հնարավոր չէ բացատրել սովորական մոդելով։ Հասկանալու համար կոնկրետ ինչպես է ձևավորվում ծաղկաթերթիկը, գիտնականները ստեղծել են քանակական մոդել պատկերացնելով ծաղկաթերթիկը որպես բարակ առազգական սեկտոր, որն աճում է մեծացող սկավառակի ներսում։ Ընտրելով առազգականության ու կորության պարամետրերը, նրանք ստացել են մոդել, որն իդեալական վերարտադրում է ծաղկաթերթիկի աճի բոլոր փուլերը։ Ապա հետազոտողները հատուկ պոլիմերից պատրաստել են արհեստական ծաղկաթերթիկներ, փոխել են դրանց հաստությունն ու երկրաչափությունը, հասնելով իրական վարդի մորֆոլոգիայի ճշգրիտ վերարտադրության։ Նրանք բառացի աճեցրել են սինթետիկ բուտոն, որի ձևը ենթարկվել է նույն այն բարդ մաթեմատիկային, որին ենթարկվում է իրական բույսը։ Հատուկ ուշադրություն է դարձվել եզրային կոտրվածքի կետերին։ Երիտասարդ ծաղկաթերթիկներում այդ հատվածները գրեթե արտահայտված չեն, սակայն հասուն վարդերում հենց այդ հատվածներում է առաջանում առավելագույն լարվածությունը։ Գիտնականները ենթադրել են, որ հենց այդ կետերը կարող են խոցելի լինել կենսաբանական վնասվածքների համար։ Ընդ որում աճի վաղ փուլերում ծաղկաթերթիկի ձևի փոփոխությունը չի ազդում անոթային ցանցի վրա, այսինքն այս դեպքում չի առաջանում հետադարձ կապ հյուսվածքի ձևի եւ աճի միջև։ Ինչու է դա կարևոր։ Որովհետև այդպիսի երկրաչափության ուսումնասիրությունը կարող է օգնել նոր խելացի նյութերի ստեղծման գործում, որոնք կարող են ինչպես վարդի ծաղկաթերթիկը փոխել իրենց ձևն ի պատասխան արտաքին պայմանների։ Այդպիսի նյութերը կարող են օգտագործվել ճկուն էլեկտրոնիկայում, բժշկության մեջ, ռոբոտատեխնիկայում, ամենուր, որտեղ անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի ստրուկտուրաներ։ Հիշում եք Լյուկ Բեսոնի 5-րդ էլեմենտը, հսկայական մեգապոլիս, թռչող տաքսիներ։ Այն ժամանակ շատերն էին կարծում, որ ապագայի քաղաքային տրանսպորտը օդային է լինելու, բայց այդ ապագան չի շտապում գալ, կամ էլ գալիս է, բայց շատ դանդաղ քայլերով։ 2025 թվականի ապրիլի 22-ին կալիֆոռնիական Մարինա քաղաքում Joby S4 օդային տաքսին, որի ղեկին օդաչու էր կամ եթե կուզեք վարորդ, առաջին անգամ իրականացրել է ամբողջովին հորիզոնական թռիչք, հենվելով ոչ թե օդային պտուտակների, այլ սեփական թևի վրա։ Սա քաղաքային օդային տրանսպորտի զարգացման նոր դարաշրջանի համար առանցքային պահ է։ Դարաշրջան, որում կարճատև օդային ուղևորությունները կդառնան նույնքան սովորական, որքան տաքսիով ուղևորությունները։ Օդային տաքսիի ղեկին է եղել փորձարկիչ օդաչու Ջեյմս Դենհեմը։ Հենց նա է սարքն անցկացրել բարդ մանևրով, ռոտորների ամբողջական շեղում դեպի առաջ ու անցում ինքնաթիռային սկզբունքով կայուն թռիչքի։ Նախկինում Joby S4-ը նման անցում իրականացրել էր, բայց միայն հեռակառավարմամբ։ Իսկ օդաչուով թռիչքները մինչև հիմա սահմանափակվում էին կախման ռեժիմով եւ մասնակիորեն թեքված ռոտորներով թռիչքով։ Joby S4-ը ոչ ուղղաթիռ է, ոչ էլ ինքնաթիռ։ Սա էլեկտրականությամբ աշխատող նոր սերնդի կոնվերտոպլան է։
Այն օդ է բարձրանում դրոնի նման ուղղահայաց, ապա զարգացնում մինչև ժամում 320 կմ արագություն, օգտագործելով թևի աերոդինամիկական հատկությունները։ Սալոնը նախատեսված է 1 օդաչուի ու 4 ուղևորի համար։ Թռիչքի շարավիղը գերազանցում է 240 կմ է, ու այս ամենը աղմուկի ոչ ավելի քան 55 դեցիբել մակարդակով, ինչի շնորհիվ սարքը գրեթե աննկատ է մնում քաղաքային կյանքի ֆոնին։ Joby Aviation ընկերությունը այս նախագծով զբաղվում է արդեն ավելի քան 10 տարի։ 2023 թվականին S4-ը առաջին անգամ մոտ բարձրացավ օդաչուով, իսկ մի փոքր ուշ իրականացրեց թռիչք քաղաքային պայմաններում, ու հիմա արդեն ունենք լիարժեք հորիզոնական թռիչք։ Այս փորձարկումների շնորհիվ սարքը ավելի ու ավելի է մոտենում Միացյալ Նահանգների դաշնային ավիացիոն գործակալության կողմից պաշտոնական սերտիֆիկացիա ստանալուն։ Իսկ առջևում միջազգային փորձարկումներ են Դուբայում, որտեղ Joby-ն ցուցադրական թռիչքներ կիրականացնի արդեն այս ամառ։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ թռչող տաքսիներով ապագան այլևս միայն ֆանտաստիկ ֆիլմերի սյուժետ չէ։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Ինչպես տարբերել մաթեմատիկոսին սովորական մարդուց։ Առաջարկեք նրանց երկու խնդիր։ Խնդիր համար 1. Գետնին դրված է թեյնիկ, սեղանին էլեկտրական վառարան է։ Պահանջվում է եռացնել ջուրը։ Սովորական մարդը կբարձրացնի թեյնիկը գետնից, ջուր կլցնի, կմիացնի վառարանը, ջրով թեյնիկը կդնի վառարանին։ Մաթեմատիկոսը կանի նույնը։ Խնդիր համար 2. Թեյնիկն ու էլեկտրական վառարանը սեղանին են։ Պահանջվում է եռացնել ջուրը։ Սովորական մարդը թեյնիկը կդնի վառարանին, ջուրը կլցնի ու կմիացնի վառարանը։ Մաթեմատիկոսը թեյնիկը կդնի գետնին, ինչից հետո խնդիրը լուծվում է նախորդ խնդրի նման։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։